Հայելի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով իմ հյուրն է ազգային ժողովի падգամավոր Հայաստան խմբակցությունից Գառնիկ Դանիելյանը։ Բարև ձեզ, պարոն Դանիելյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Եվ այսպես եւ ողջ աշխարհի համակ ուշադրությունը եւ հատկապես հայ ժողովրդի ուշադրությունը սևեռված է ռուս-ուկրաինական պատերազմի վրա, որտեղ մեր դաշնակիցը ներքաշված է այդ պատերազմի մեջ եւ շատ կարեւոր է որ այս պատերազմը ունենա իր ավարտը։ Ինչ հետաքրքիր նոր ուշագրավ բաներ։ Խնդրում եմ ուշադրություն։ Ուկրաինայում այլևս քաղաքական ղեկավարություն չէ, հանցավոր խումբ է։ Կիևի ղեկավարությունը իշխանությունը պահում է հարստանալու համար, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՌԴ զինված ուժերի շտաբի պետի գլխավոր օպերատիվ վարչության հրամանատարների հետ խորհրդակցության ժամանակ։ Հետո վերջին ինֆորմացիան է ներկայացվել Վլադիմիր Պուտինին, Կուպյանսկ ազատագրվել է, այս մասին հայտարարել է Գենշտաբի պետը Վալերի Գերասիմովը, հետո Պուտինը նաև ինքն էլ է մասին խոսել, ասել է, որ մարտեր են ընթանում Դոնեցկի մարզի Կոստանդնովսկի շրջանի բնակավայրերում, հայտարարել է Պուտինը, Կուպյանսկ եւ Ուզլովսկու շուրջ հաջողվել է շրջափակել Ուկրաինայի զինված ուժերի շուրջ 15 գումարտակ։ Ուկրաինացի զինվորականները պետք է հնարավորություն ունենան վայր դնել զենքը եւ գերի հանձնվել, հայտարարել է Վլադիմիր Պուտինը։ Բացի այդ, շատ հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում։ Զելենսկին երեկ հայտարարել է, որ Կիևը պատրաստ է Վաշինգտոնի հետ համագործակցել Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ծրագրի շուրջ։ Ուկրաինան խաղաղություն է պետք, արժանապատիվ խաղաղություն, որպեսզի մեր անկախության, մեր ինքնիշխանության եւ ուկրաինացի ժողովրդի արժանապատվության նկատմամբ հարգանքի հիման վրա լինեն պայմաններ։ Կիևում ԱՄՆ բանակի նախարար Դանիել Տրիսկոլի գլխավորած պատվիրակության հետ հանդիպումից հետո հայտարարել է Զելենսկին. Մեր թիմը Ուկրաինան եւ ԱՄՆ-ն կաշխատեն պատերազմը դադարեցնելու ծրագրի կետերի շուրջ։ Սա շատ ուշագրավ է, մի շարք նոր տարածքների հետ կապված էլի խոսել է Գենշտաբի պետը, որ ազատագրվել է Կուպյանսկ քաղաքը, Վոլչանսկին ավելի քան 80%-ը, բայց ինչն է շատ հետաքրքիր եւ ուշագրավ։ Ուրեմն հրապարակվել է Թրամփի Ուկրաինայի դեղ մի քիչ հանգիստ Թրամփի Ուկրաինայի խաղաղության ծրագիրը, այո։ Ուկրաինացի падգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն հրապարակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Ուկրաինայի խաղաղության ծրագիրը։ Փաստաթուղթը պարունակում է հետևյալ հիմնական դրույթները։ Ղրիմը, Լուգանսկը, Դոնեցկը ճանաչվել են որպես փաստացի Ռուսաստանի տարածքներ։ Այո, Ռուսաստանի մեջ։ Խերսոնը, Զապորոժիեն սառեցված են շփման գծի երկայնքով։ Ուկրաինան դուրս է բերում զորքերը Դոնեցկի մարզի մի մասից, այնտեղ կստեղծվի ապառազմականացված բուֆերային գոտի։ Անվտանգության եւ միջազգային կարգավիճակ Ուկրաինայի սահմանադրորեն ամրագրում է ՆԱՏՕ-ին միանալուց հրաժարվելը։ Ըստ էության, ըստ տպավորության, այս ամեն ինչը գրել է Ռուսաստանի Դաշնությունը։ Դաշինքը օրենսդրորեն ամրագրում է Ուկրաինայի չընդունվելը, Ուկրաինայի զինված ուժերի ազնագազմի թիվը սահմանափակվում է 600,000-ով, ՆԱՏՕ-ի զորքերի տեղակայումը Ուկրաինայի տարածքում արգելված է, Ուկրաինան ապահովում է իր ոչ միջուկային կարգավիճակը, էներգետիկ համակարգում, Զապորոժիեի ատոմակայանը կգործարկվի ԱՄԿ-ի միջազգային հսկողության ներքո, արտադրված էլեկտրաէներգիան հավասարապես կբաշխվի Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև 50-50, ԱՄՆ-ն եւ Ուկրաինան կհամագործակցեն գազային ենթակառուցվածքների, այդ թվում խողովակաշարերի եւ պայստային կառույցների վերականգնման եւ արդիականացման գործում, տնտեսական ասպեկտով ինչ է ամրագրում։ Պատժամիջոցների վերացման Ռուսաստան աստիճանաբար վերադառնում է համաշխարհային տնտեսություն, Ռուսաստանը հրավեր է ստանում վերադառնալու մեծ ութնյակ, ստեղծվում է Ուկրաինայի վերականգնման հիմնադրամ, օգտագործելով սառեցած ռուսական $100 միլիարդ ակտիվը, ԱՄՆ-ն եւ Եվրոպան ներդրումներ են կատարում Ուկրաինայի ենթակառուցվածքների եւ տնտեսության վերականգնման մեջ, երաշխիքներ եւ իրականացված մոնիթորինգ։ ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ է տրամադրում Ուկրաինային, ստեղծվում է ԱՄՆ-Ռուսաստան աշխատանքային խումբ համաձայնագրի իրականացման մոնիթորինգի համար։ Ռուսաստանը ամրագրում է Եվրոպայի Ուկրաինայի դեմ չհարձակման քաղաքականության օրենսդրության մեջ, միջուկային զենքի չտարածման պայմանագրերը երկարաձգվում են,
մարդասիրական հարցեր ինչպես է կարգավորում, ուրեմն կատարվում է ռազմագերիների լիարժեք փոխանակում եւ քաղաքացիական պատանդների վերադարձ, Ուկրաինան ընտրություններ է անցկացնում համաձայնագրի ստորագրումից 100 օր անց, նախատեսում է հակամարտության բոլոր կողմերի համար լիարժեք համաներում, փաստաթուղթը կոչ է անում անապահ դադարեցնել կրակը բոլոր կողմերի կողմից համաձայնության գալուց հետո եւ ստեղծել խաղաղության խորհուրդ։ Դոնալդ Թրամփի նախագահությամբ, որը կվերահսկվի համաձայնագրի իրականացումը, ավելի վաղ հեղում անելով իր աղբյուրներն Օքսը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին համաձայնել է ԱՄՆ բանակի նախարար Դանիել Դրիսկոլի հետ շուտով ստորագրել ԱՄՆ նոր խաղաղության ծրագիր։ Զելենսկին նաև հաստատել է իր պատրաստակամությունը համագործակցել Թրամփի վարչակազմի հետ այս փաստաթղթի վրա։ Ուրեմն ուկրաինական հղում անելով բարձրաստիճան ամերիկացի պաշտոնյային պարզաբանում է, որ շուտով ժամկետը վերաբերում է Դոնալդ Թրամփի պահանջին փաստաթուղթը անհապաղ ստորագրելու վերաբերյալ։ Դա նշանակում է հենց հիմա, դա նշանակում է հնարավորինս շուտ, բացատրել է աղբյուրը։ Մի քիչ բան հիմա կասել պարզունակացրեցի, ինչ-որ բան արեցի, բայց ես տպավորություն, որ ես կարդալուց հետո մնում է հասկանալ, թե որտեղ են գցում Ռուսաստանին, որտեղ ինչ-որ շատ իդեալական է այս առումով, բոլոր պահանջները բավարարել բան, հասկանալի էր, որ վերջին փուլում մեծ ճնշում կար Զելենսկու վրա, միայն այն, որ վերջին 2 ամսում կամ վերջին 1 ամսում հատկապես մեծ բացահայտումներ եղան կոռուպցիոն ինչպիսի բաների մեջ է ներքաշված Զելենսկին, սա ակնհայտ էր, որ արևմուտքի եւ հատկապես Միացյալ Նահանգների կողմից մեծ ճնշում էր, չի բացառում, որ սա նաեւ ճնշում էր եվրոպական երկրների վրա, ԵՄ երկրների վրա եւ նաեւ Մեծ Բրիտանիայի ճնշում էր այն իմաստով, որ մենք, եթե մենք շարունակենք, կարող ենք նաեւ կոռուպցիոն մեծ կանզալների մեջ ներքաշված լինեն այս երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, այդտեղ միլիարդների մասին է խոսքը։ Սա մի կողմից, բայց թե դիմացը ինչու՞ն, երևի ժամանակը ցույց կտա։ Ինչևէ, այսպիսի պատկեր միայն սա ողջունելի է, որովհետև մեզ համար, ինչպես խոսքի սկզբում ասացի, շատ կարևոր է, որ այս պատերազմը ավարտվի եւ մեր ռազմավարական գործընկերոջ դաշնակցի ձեռքերը ազատվեն, իհարկե։ Մեր հանրության մեծ մասը չի ուզում ընդունել, որ եթե մենք հիմա քիչ թե շատ անվտանգ այսպես էս վիճակում մնում ենք եւ Թուրքիան որևէ ոտնձգություն չի անում եւ Ադրբեջանը չի անում, դա միայն պայմանավորված է Ռուսաստանի դաշնությամբ, որտեղ ինչպես տեսնում եք, այս իշխանությունները պատրաստական ոնց որ թե ամեն ինչ հանձնում են։ Հետևաբար շատ կարեւոր է, որ իսկապես այս պատերազմը ավարտի, ինչևէ, հետևենք զարգացումներին, սրա հետ կապված եթե ինչ-որ մի բան ունեք, իհարկե նաև շատ կարևոր էր Պուտինի հայտարարությունը, որ այս իշխանությունը, թե ինչպիսի իշխանություն է, սա կարծում եմ շատ կարևոր է, սա որ Ուկրաինան այլևս քաղաքական ղեկավարություն չէ, հանցավոր խումբ է, Կիևի ղեկավարությունը, իշխանությունը պահում է հարստանալու համար, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, սա նշանակում է, որ այսպես թե այնպես Զելենսկու ժամանակաշրջանը ավարտվում է։ Խնդրեմ, սա կապված եթե ինչ-որ բան ունեք, ես ուղղակի քանի որ շատ կարևոր ինֆորմացիայի հարցավարեցի։ Շնորհակալ եմ հրավերին։ Նախ ուզում եմ ասել, որ լավ օրից չէ, որ արևմուտքը գնում է նման զիջումների, որովհետև Տեսնենք մի քիչ չշտապենք, պարոն Դանելյան, տեսնենք։ Այստեղ կարևոր մի հանգամանք կա, ռուսական զորքերը առաջխաղացում ունեն, ռուսական զորքերը առաջ են շարժվում, այն պաշտպանական գիծը որ կա, այդ պաշտպանական գիծը փաստացի փլուզվում է։ Ուկրաինան ամեն օր մի գյուղ, մի քաղաք ռուսական զորքերը ուրեմն ազատագրում են եւ այդ առումով նաեւ ուկրաինացիների դեմքը փրկելու խնդիր կա։ Այսինքն հենց այնպես չէ որ գնում են նման զիջումների, հասկանում են որ նման կերպ շարունակվելու դեպքում ուղղակի կարող է մի քանի ամսվա ընթացքում արդեն ոչ միայն զրկվեն Դոնբասից, այլ Զապորոժիայից, մնացած տարածքներից եւ այս առումով իրենք փորձում են ինչ-որ չափով նաեւ զսպեն եւ իրենք լավ հասկանում են որ այս առումով իրենք խնդիր ունեն։ Ինչ է ուզում արևմուտքը ուզում է որ այս կոնֆլիկտը ի վերջո լուծվի, որովհետեւ ամբողջ հավաքական արևմուտքի հարկատուների փողերը գնում է Ուկրաինա, այդ խեղկատակը եւ ուկրաինացի ժողովրդի զոհերի հաշվին
ապահովում են մեծ քանակությամբ միլիարդավոր դոլարների շահույթ է հայտապնդում, այսինքն այս մարդիկ պատերազմը դարձրել են իրենց անձնական բարեկեցության մի աղբյուր։ Ուկրաինացիները զոհվում են, ուկրաինացիները մասսայական, գիտեք, արտագաղթ է տեղի ունենում 10 միլիոն, 13 միլիոնի մասին է խոսքը։ Արդեն 10-13 միլիոն մարդ արտագաղթել են, հսկայական այդ ինֆրակառուցվածքներ նահավիրված եւ այլ, բայց սա չի խանգարում իրենց, որպեսզի առևտուրանան եւ միլիարդավոր դոլարների փաստացի բացահայտում ա եղել, թե իշխող իրենց ուժը ինչ գումարների մասին է խոսքը։ Հիշեցնեմ, որ այդ զենքերը, որ գալիս են Ուկրաինա, տարբեր ուրիշ նաև եղանակներով վաճառվում են աֆրիկյան երկրներ, այլ երկրներ, դրա մասին ուրեմն մանրամասն հաշվետվություն կա, այսինքն գործ ունենք մի իշխանության հետ, որը որ իր զոհերի հաշվին փող է աշխատում։ Եվ նաև անչափ կարևոր մի բան կա, այն մարդիկ, որոնք որ ասում են, դե Ռուսաստանը պարտություն կրի եւ այլ, մեր նաև այս առումով մեր խնդիրը կանում անանում, որ հենց Ռուսաստանի գլուխը որ խառն ա եղել այնտեղ, հենց այս իրավիճակը նաև դրանով է պայմանավորվում։ Արցախի կորուստ, Արցախը ծախել։ Այո, Աստված մի արած թե եթե ուրեմն վիճակը ուրեմն գնա ոչ մեծ իօքուտ մեծ սցենարով եւ այնտեղ իրավիճակը կոնտրոլից դուրս գա եւ լուրջ խնդիրներ լինեն, առանց աչքը ճպալու թուրքական բանակը հայտնվելու է Հայաստանի Հանրապետության տարածքում։ Ադրբեջանի Թուրքիայի երազանքն է, որ Ռուսաստանը այնտեղ պարտություն կրի, որ ձեռքերը լվա եւ սա, չգիտեմ, էլի ոնց կարելի է այլ ուրիշ ինչ ձև կարելի է մտածել, էլի, այսինքն դուք ուրախանում եք, որ ռազմավարական դաշնակիցը ձեր այնտեղ պարտվի, իսկ ով է ասել, որ դրանից հետո Հայաստան է լինելու։ Ով է ասել, որ դրանից հետո Հայաստան է լինելու։ Թուրքիան այսօր բացահայտ ասում է, որ մենք գնում ենք պանթուրանական ծրագրի եւ այլ։ Այս առումով, չգիտեմ, էլի ինչ բառ օգտագործես, որ այդ մարդիկ ուղղակի չեմ կարող ճիշտ բառը գտնել ասելու, որ ժամանակին որ Պրիգոժինը ուրեմն հարձակվում էր, բունտը բարձրացրել էր, Հայաստանում ինենց ուրախություն, ցնծության մեջ են եւ այլ, խելագարություն էլի, այդքան համայնք ունենք, այդքան տնտեսական կապերով կապված ենք, այդքան բան կա, ինչի վրա եք ուրախանում։ Եվ փառք Աստծո, օրինակ ես բացահայտ ասում եմ, որ փառք Աստծո, ինչքան շուտ այնտեղ կոնֆլիկտը կարգավորվի, մեզ համար դա միայն ու միայն դրական է եւ Աստված տա այդ կոնֆլիկտը շուտ կարգավորվի եւ ի վերջո ինչ շահեց Ուկրաինան։ Ուկրաինան ոչ մի բան չշահեց, բացի տարածքային կորուստներից, նյութական կորուստներից, որն ամենակարևորն է, մարդկային կորուստներից։ Հիմա էլ արևմուտքը շատ սիրուն ձևի կասի դե ձեր ուրեմն օգտակար հանածոները տվեք, դա պարտք է եղել, ժողովուրդ ջան։ Այդ ինչ որ Ուկրաինային տվել են, դա պարտքի վարկի տեսքով է։ Հիմա գալու են իրենց փողերի հետևից։ Ոնց որ Ամերիկան է հայտարարում այդ գունավոր մետաղների եւ այլ, կարևոր այդ մետաղը, ասում է, այդ իմն է, ինձ պիտի պարտքի դիմաց տակ, այսինքն հլա այս ամեն ինչ ավերներից հետո հլա պիտի մի հատ էլ Ուկրաինա պիտի վճարի, այդ պարտքը պիտի վճարի։ Թե դրանից հետո ինչ Ուկրաինա կմնա։ Այստեղ կային, չէ՞, խելագարներ կային, որ ապրի Զելենսկին, տեսեք ինչ արավ։ Չկան, հիմա էլ կան, տենց։ Այստեղ էլ Զելենսկին այստեղ կա, էլի, որ նույն ազգակործանա, նույնը հայրենիքը կործանելով, տարածքները բանանելով, ասում է, ես բանա։ Չէ, մենք էլ ենք լիբերալ հիվանդներ, հոգեկաններ ունենք, որ այդպես պաշտպանում էին, ընդ որում այն Ուկրաինային, որ պաստառներով ողջունել էր 44 օրյա պատերազմից հետո, միևնույն միակ երկիրն էր Ադրբեջանն էր եւ իրենք, որ բան ողջունել էին Ադրբեջանի հաղթանակը, այստեղ էլ մարդիկ կային, այտենց բան էին անում, աջակցում էին, այն երկիրը, որ Արցախի անվտանգությունը պահում էր, միայն իրենց շնորհիվ դուրս եկան, հա, հայությունը 120-150 հազարը դուրս եկավ, բանը, այդ երկրին ասում են թե պարտվի բան, ինչև է, վաղաշապտի ընտրությունները այլևս, բարձրու, վաղաշապտի ընտրությունները այլևս ավարտվեցին, խնդրեմ, ինչ հետևություն, օրինակ մոտեցում կա, որ պիտի հատկապես մեծ ուժերը գիտակցեն, որ մնացած ուժերի հետ ճիշտ համագործակցեն եւ միավորվեն, կարողանան մեծ ուժերով գնալ։ Որոշ ուժեր, օրինակ, ես երեք քննադատում էի, որ նա առաջին օրը ինչի հանրապետական կուսակցությունը չմասնակցեց, էլ ինչ որ մեկի հետ կարող էր միանալ կամ աջակցությունը հստակ ասեր դրա մասին։
մեր ձևովը չմասնակցեց եւ Էդգար Էլբակյան երեք շատ ճիշտ նկատեց, որ ասում մենք չենք պարտվել, որովհետեւ չենք մասնակցել, եթե ձեր Սամվել Կարապետյանը նստած է, եկեղեցու վրա հարձակումները շարունակվում են, Հայաստանը շարունակվում է մասնատվել, ուրեմն բոլորս ենք պարտված եւ առաջին հերթին դուք եք պարտված եւ մենք ենք պարտված բոլորս, այդպիսի հայտարարությունները կարծեմ մեր ձևովի կողմից շատ միամիտ եւ պարզունակ լուրջ չի էլ այդպիսի հայտարարություններ անել։ Խնդրեմ, ինչ հետևություններ արեցիք այս նախ իրենց պլանը ունեին, այս առումով պիտի խոստովանենք, որ իշխող ուժը իր սցենարիոներին չէր այս սցենարի մեջ մտնում։ Խոշորացված համայնքը միացրեցին Էջմիածին համայնքին, հստակ գիտակցելով, որ իրենք Էջմիածնում բարենպաստ վիճակում չեն, համայնքը միավորեցին, նախորդ ուրեմն համայնքի ղեկավարը հրաժարականի դիմում գրեց, այնուհետև մարզպետի պաշտոնից դուրս եկավ այստեղ, վարչական ռեսուրսների տոտալ ուրեմն ներգրավում ա եղել, ցուցակների խայտարակ մենք հանել ենք ցուցակները եւ մի քանի օրից մենք կհրապարակենք այդ ցուցակները, ամեն տան վրա տենց հարյուրավոր տներ են, այդ ամեն մի տան վրա 20-30 հոգու ուրեմն անունն ա գրած։ Այսինքն խոսել ազատ արդար թափանցիկ ընտրության մասին, դա բան չի, այն որ պիտի հետևություններ անենք, քավլիցի պիտի հետևություններ անենք, բայց ինչ ա կատարվել, այդ գյուղերում բոլոր ուրեմն գյուղերում վարչական ռեսուրսների տոտալ չարաշահում։ Նախարարները գնացել են կանգնել են ուրեմն ընտրական տեղամասերի մոտը եւ ուղղորդումներ են անում։ Այդ քվեաթերթիկների հաշվարկի ժամանակ տեսնում ենք ինչ ա կատարվում։ Այդ վախի մթնոլորտը, որ պետական աշխատողներին սկսել են գործից հանել, ասիկա ամբողջ ԿՊ ռեսուրսը նախարարներով, ամբողջ այդ իրանց եղած չեղածով թափվել են Էջմիածին։ Եվ ամիսներ շարունակ այնտեղ, չգիտեմ, տարբեր ծրագրեր են անում, եսիմ ինչեր են անում։ Պետությունը իր պարտք ա վերցնում, այսօր նոր պարտքի մասն են խոսում, որ 200 միլիոնից ավել եվրո պիտի վարկեն վեկալում, այնտեղ բանի համայնքապետի միջոցով տարբեր ծրագրերի իբր թե սոցիալական աջակցության ծրագրերի փաստացի դուրս ա գալի, որ փող են բաժանում, չէ՞։ Այն մի հատ դպրոցի տնօրեն էլ կար, այդ մի դրվագ եղավ, որ ոնց է դպրոցի տնօրեն ցուցակագրել եւ բանալ։ Այսինքն այն մեխանիզմները, որ գործածվել են Էջմիածնում, այդ դա պետք է մենք ի նկատի ունենանք, որ իշխանությունը գնալու է դրան։ Այն որ պետք է խոշոր միավորներ հանդես գան ընտրություններին, դա էլ է պարզ։ Ժորժ ջան, այդ փոշիացվող այդ ձեները, որ կան այդ կուսակցությունների, մենք կարանք դասեր քաղենք անցյալում արած սխալներից։ Ընդդիմադիր դաշտը ինչի պետք է հասկանալով, որ, չգիտեմ, 800 կամ 900 ձայն է հավաքում, եւ այդ 800-900 ձայնը մի քանի կուսակցությունները, որ մասնակցում են փոշիանում այդ ձայնը, այդ էլ ցավը տանեմ։ Խեք փոշիացնում, վերջում էլ այդ ձայները տալիս Նիկոլին։ Փաստացի այդ ձայները գնում է քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը։ Ինքը 50+ է շեմը չի հաղթարում, բայց այդ փոշիացածով ինքը 50+ է դառնում։ Սա պետք է թույլ չտանք համապետական ընտրությունների ժամանակ։ Ոնց, որ դե հստակ պետք է այդ մարդիկ իմանան, որ մարդը ասում է մասնակցում է։ Դե գնացեք ընդդիմադիր, մարդը ասում է մասնակցում է։ Հստակ կա վիճակագրություն, որ այդ մարդը հավաքելու է 1200 ձայն, 1200 ձայնով դու չեք անցնելու։ Սիրելի հայրենակիցներ, եթե ձեր ձայնը տալիս եք մի կուսակցության, որը համապետական ընտրությունների ժամանակ հավաքելու է 1200 ձայն, դուք ձեր ձայնը տալիս եք Նիկոլ Փաշինյանին։ Չեք ասի մենք ձեր նման, դուք ոնց է ասում եք, մենք չգիտենք այսպես կլինի, իրենք եք ասեն խախտումները, ինչ գիտենք։ Մենք Բայց եթե գիտեք պիտի խախտումներ լինել, ինչի համար էիք մասնակցում։ Նենց չի որ մենք հավատում ենք, որ իշխանությունները ազատ արդար թափանցիկ ընտրություններ ա գնել։ Մենք մեր ձայները հստակ ուրեմն մեր ձայներին տեր ենք կանգնել, մենք աշխատել ենք այդ ուղղությամբ, այդ նենց չի որ 10000-ից ավել ձայնը տենց օդում գցած է կամ էլ չգիտեմ փողոցում գցած է այդ ձայները, այդ ձայների համար աշխատանք ա տարվել, այդ ձայների համար քրտինք ա թափվել, այդ ձայների համար նույն հաղթանակ դաշինքը
տուն առ տուն, փողոց առ փողոց իր հայրենակիցների հետ աշխատել։ Տեսեք, դուք ասում եք իշխանությունը Դե թողենք մենք էլ չաշխատենք, Պարոն նրանք էլ Դանիելյան, ասում եք չաշխատեն։ իշխանությունը բոլոր իրենց ռեսուրսները կենտրոնացրել են Վաղաշապատի համայնքի վրա։ Ճիշտ եք ասում։ Հիմա նույն բանը կարելի ասել, որ ընդդիմությունն էլ ազգային ժողովի հետ մեծամասնություն կազմող Հայաստան դաշինքը, հայ հեղափոխական դաշնակցությունը իրենք էլ էին կենտրոնացրել իրենց ուժերը այդտեղ։ Միևնույնն է դա բավարար չէ։ Իշխանությունը շարունակում է իր ռեսուրսներով, իր ճնշումներով, իր քրեա օլիգարխիկ տարերով, այդ իրանց ժողովրդական խոսքով ասած գողականներ են, չգիտեմ ինչ են, իրենց ճնշումներով, իրենց որոշակի հստակ ռեսուրսներով կարողանում են հաղթել։ Ինչ երաշխիք կա, որ այս ամեն ինչը չի քառապատվի, պլյուս թուրքական փողեր, արևմուտքը շատ ավելի լավ, վերջում էլ ոնց որ այս ընտրություններից հետո մոտավորապես կասեն լավ են կարել։ Տիկին Թովմասյան ջան, դուք լավ եք ասում, իշխանությունը իր ամբողջ ռեսուրսը ներուժը կենտրոնացնում է։ Ինչ պետք է անի ընդդիմությունը։ Ընդդիմությունը էլ նույնը պետք է անի։ Ընդդիմությունն էլ պետք է ողջ ռեսուրսը եթե չի օգտագործում, եթե իր ամբողջ ներուժը չի օգտագործում, այստեղ հարցը չէ մեկը 7% հավաքեց, մեկը վայ ամոթա ես գնամ 7% հավաքեմ կամ ամոթա ես գնամ, չգիտեմ 10% Պարոն Դանիելյան, եթե ավելի կոնկրետ խոսենք, տեսեք, ընդդիմությունը ունի այսպես մի քանի ուժեր, էլի հիմնական, դա Սամվել Կարապետյանն է մեր ձևով, դա Ռոբերտ Քոչարյանն է, նաև իր հետ միասին, որտեղ դուք դաշինքով եք գնացել հայ հեղափոխական դաշնակցությունը, դա Գագիկ Ծառուկյանն է եւ Հանրապետական կուսակցությունն է Սերժ Սարգսյանը։ Այս 5 տարիների ընթացքում մենք տեսնում ենք այդ միավորումը չկայացավ, ավելին նոր ուժ է հրապարակ եկել մեր ձևով, ինքը հայտարարում է, որ ոչ մեկի չի գնալու, որևէ նախադրյալ չկա, շատ կարճ ժամանակ է մնացել, որ այս ուժերի առաջնորդները խելամիտ կգտնվեն եւ կկարողանան միավորվել։ Հետևաբար ինչ երաշխիք, որ կլինի այդ հաջողությունը։ Եթե այսպես գնալ, հիմա արդեն կարելի է արձանագրել, որ չի ստացվելու։ Մենք ամեն ինչից պիտի հետևություն ունենք եւ հաջողություններից եւ անհաջողություններից։ Դե գիտեք, հիմա եթե 26-ից հետո էլ հետևություն արեն, կարող ասեն դա ոչ մեկի պետք չի լինի, որտեվ արդեն 26-ից առաջ էլ հարցը դրված է, այս 2-3 ամսում կարող են Տիգրան Աշենը տանեն, թե Տիգրան Աշենը տարան, այդ նշանակում է Երևանը չկա։ Հիմա եթե ես սխալ բան եմ ասում, թող մեկ ուրիշ իմ օպոնենտ գա, ինձ հակառակում համոզի, նենց չի որ իմ ասածը վերջին ճշմարտությունն է։ Մենք արդյոք չպիտի ճնշենք այդ ուժերին, այդ առաջնորդներին, որ պիտի ամեն ինչ մի կողմ դնեն եւ միավորեն։ Դա տեղի չի ունենում։ Հիմա իմ ասածը հենց այդ է, եթե մենք այս մարդը ասում է գնում եմ հայ առաքելական եկեղեցու վրա, մեր ձևովի առաջնորդը դրա համար է փակված, չէ՞։ Սամվել Կարապետյանը չի փակված, որտեղ ինքը ասեց կանգնած եմ հայ առաքելական եկեղեցու կողմը։ Իրենց կողմից էլ չի երևում այդ միավորումը, երկրորդ նախագահն էլ կողմից էլ չի երևում, որ ինչ որ բան։ Ինքը ասում է, այնտեղ էլի ուժեր կան, ասում ենք եւ մեր ձևովը Սամվել Կարապետյանը, չգիտեմ, Գագիկ Ծառուկյանը դեռ ձայն չի հանել այս առումով մասնակցելու թե չէ, բայց հստակ է, չէ՞ որ ինքն էլ որոշակի ռեսուրսներ ունի եւ ձայներ ունի։ Եւ նույնը Հանրապետական կուսակցությունը չմասնակցեց, վատ լավ բան չենք տեսնում, էլի դրա մասին եմ ասում։ Այս Էջմիածնի ընտրությունները կրկնում եմ, նաեւ ցուցիչ է նրա, որ մենք պետք է սրանից հետևություններ անենք։ Ես հուսով եմ, ես համոզված եմ այդ հետևությունները կանենք։ Այլապես հաջողության չենք հասնի, ես համամիտ եմ ձեզ հետ։ Հաջողության հիմա մեզ պետք է հաջողություն։ Մեզ պետք է այս իշխանություններին վռնդել։ Եթե մենք դա չենք անում, գնում ենք ամեն մեկը իր ամբիցիաների հետևից, ամեն մեկը իր, չգիտեմ, ֆանտազիաների։ Չի բացառում մարդիկ բիզնես ունեն, Նիկոլի հետ պայմանավորված, իբրև ընդդիմադիր են, մտնում են այս ընտրությունների մեջ 500 ձայն են հավաքում կամ 1000 ձայն, բացառում եք դա։ Դե ինչի համար եք բացառում։ Պես էլ կարող է չէ լինի, որ պայմանավորված մտնում են մարդիկ, որ մի քանի ամիս առաջ Նիկոլի գրկում ա եղել, հիմի ընդդիմադիր ա դարել։ Կան տես մարդիկ կան, իհարկե կան։ Ես էլ ունական վստահություն եմ այդ մարդկանց նկատմամբ։ Ես չեմ ուզում անուններ տամ, բայց համենայն դեպս տես մարդիկ կան քաղաքական դաշտում։ Արցախի կորստի ժամանակ, Արցախի կորստից հետո այս ընթացքում շատ ու շատ մարդիկ կային, որ գնում են, չգիտեմ, արտախորհրդարանական եսիմ ինչ ֆորմատով ուժեր կային, չէ՞, արտախորհրդարանական ուժերի եսիմ ինչեր կար եւ այլ եւ այլ։ Հիմի իրանք սկսել են, եսիմ, չգիտեմ, Նիկոլ քննադատել կամ քաղաքացիական պայմանագիր քննադատել, բայց չի բացառում, որ ինչ որ մի պահի կարող է նաեւ գնան իր հետ կոալիցիայի, չէ՞։ Ձևանան ընդդիմություն, ինչ որ ընդդիմությունից ձայներ գողանան կամ փոշիացնելն էլ է նույն բանը։ Եթե դու փոշիացնում ես, նույնն է թե ձայնը տալիս ես Նիկոլ Փաշինյանին։ Բայց այդ փոքր ուժերի ներկայացուցիչներն ասում են այնուամենայնիվ առաջնորդների խնդիրն է, իրենք պիտի միավորեն։
իրենք պիտի բոլորին իրենց մեջ ներգա, ոչ թե հայտարարեն մենք ենք մենակ, սենց գնում ենք, այն մեկն էլ ասի մենք ենք մենակ գնում ենք, այն նրանք են քաղաքական ուժեր են, այս կամ այն կերպ պիտի մասնակցեն, չգիտեմ։ Չէ, հիմա ես ուզում եմ հարց տամ, անդիմադիր այդ ուժերի ղեկավարներին կամ բանին։ Ուր էիք այս տարիների ընթացքում ուզում եմ իմանամ ուր են եղել այդ մարդիկ։ Մեր ձևովին։ Չէ, մեր ձևովը, չէ։ Նրանց եմ ասում, որ չի մասնակցել։ Մեր ձևովն էլ հանրապետական կուսակցություններն էլ պայքարի մեջ են եղել հիմա մեր ձևովը նոր ա եղել, բայց համենայն դեպս տենց կուսակցություններ կան, խոսքս բնականաբար իրեն մասին չի, հանրապետական կուսակցությունը այս process-ների ժամանակ փողոցային պայքարի միշտ միասին են եղել, բացառություն չի եղել, չեմ կարծում բացառություն է, բայց համենայն դեպս այն կուսակցությունները, որոնք որ քաղաքական հայտ են ներկայացնում, խոսում են Նիկոլ Փաշինյանին հեռացնելու մասին, պետք է մինչև այդ գոնե ինչ-որ մի բան արած լինի։ Տեսեք, ընտրությունները ավարտվել են, վաղարշաբաթի ընտրությունները, ասում եք մենք պիտի հետևություն անենք։ Վաղարշաբաթի ընտրություններից հետո Հայ Հեղափոխական Դաշնակցությունը հայտարարում է նախաձեռնություն, որ մենք պիտի գնանք դատախազություն ակցիա իրականացնենք, ճիշտ է։ Այո։ Ես ինչ որ չտեսա, ես մենտեղ մենակ տեսա հանրապետական կուսակցությանը եւ դուք ուր էին բա մյուսները։ Ուր են դուք ասում եք մենք պիտի հետևություն անենք, պայքարի բան լինի, սոցիալական թեմաների մեջ չկան, այս մարդիկ չեն պայքարում, քաղաքական այս հարցերի մեջ չկան, քաղբանտարկյալների հարցերում չկան։ Բա ուր են, միևնույնն է դա չի ստացվում։ Չի լինում այդ ընդհակառակ ավելի քիչ մարդ է հավաքվում։ Մենք տեսնում ենք այդ առումով իհարկե այստեղ մեծ մեղավորություն ունեն այդ ուժերը, որովհետև այնքան սպառեցին, այնքան չտարան, չհասունացրեցին այդ ամեն ինչը։ Նոյեմբերի 26-ին ազգային ժողովում լսումներ ա տեղի ունենալու քաղբանտարկյալների հետ կապված, հրավեր ա ուղարկվել նաև Եվրոմիության տարբեր պետությունների դեսպանների, տարբեր հասարակական կազմակերպությունների, իրավապաշտպան կազմակերպությունների, նաև 3 դատախազին հանձնվել, նաև դատախազին են կանչել, որ գա եւ մեզ հաշվետվություն տա, թե ինչա տեղի ունեցել, ինչ ա եղել, շատ հարցեր կան։ Այս process-ները պետք է լինեն շարունակական։ Մենք պետք է պահանջենք եւ Հայաստանում մի փաստորեն մեր հայրենակիցները Հայաստանում են գերության մեջ համ Բաքվում։ Ես ասում եմ առաջատար ընդդիմադիր ուժերը անգամ այդ հարցերում այնքան վատ է աշխատել Հայաստան դաշինքը, Հայ Հեղափոխական Դաշնակցությունը, Հանրապետական կուսակցությունը, Գագիկ Ծառուկյանն էլ ձայն չի հանում, Արթուր Վանեցյան այնքան վատ են աշխատել, որ երբ որ Բաքվի բանտում կան գերիներ, Հայաստանի բանտերում կան քաղբանտարկյալներ, անգամ այս հարցի շուրջ կոնսոլիդացիա չկա, համաձայն չեք։ Չկա այդ կոնսոլիդացիան։ Երեկվա ակցիան ցույց տվեց, որ չկան, որտի բոլորը լինեին, չկան։ Ես չեմ ուզում թերագնահատեմ երեկվա ակցիայի ոչ կարևորությունը, ոչ այն մարդիկ, որոնք եկել էին, քիչ մարդ չէր հավաքվել։ Իհարկե դուք տեսնում եք այդ կոնսոլիդացիան։ Իհարկե կարելի ավելի շատ լինել։ Քաղբանտարկյալ կա Երևանի, Հայաստանի բանտերում։ Ես համաձայն եմ ձեզ հետ եւ պիտի համատեղենք մեր ուժերը, համատեղենք, որ կարողանանք պայքարել։ Այն մարդիկ էլ որ, չգիտեմ, էլի ասում են կոկորտը ճղում են, ասում են այս մեկի աջակիցն ենք, այն մեկի աջակիցն ենք, սենց ենք, նենց ենք, այդ աջակիցները պետք է գետնի վրա իրենց աջակցությունը ցույց տան։ Ես աջակցությունը հասկանում եմ նրանով, որ երթա պետք է գազ երթին մասնակցես։ Հա ոչ թե հրավիրատոմսի սպասես։ Պիկետա պետք է գազ այդ պիկետին մասնակցես։ Եթե, չգիտեմ, դատարանում ինչ որ մեկի դատավարությունն է, պետք է բարի լինես, գնաս այդտեղ կանգնես։ Ոչ թե ես մեկին սիրում եմ, մեկին չեմ սիրում։ Դե ասում են դա։ Սիրում եք, չեք սիրում, մենք գնում ենք ամեն մարդու դատին, քաղբանտարկյալի դատին գնում ենք, կանգնում ենք։ Ոչ թե մի կես ժամ ենք կանգնում, 15 րոպե ենք կանգնում, այլ դատը սկսվելու պահից մինչև դատի վերջ լինում ենք այդտեղ։ Աջակցությունը տենց է լինում։ Աջակցությունը խոսալով չի լինում։ Չեն գալիս կամերաների դեմը 5 րոպե հարցազրույց տալու թողում գնում։ Այն մարդիկ ես գնացել եմ քրեակատարողական հիմնարկներ։ Այդ մարդկանց տեսել եմ, սրբազաններին էլ եմ տեսել, չգիտեմ, ազգային ժողովի պատգամավորին էլ եմ տեսել, Մասիսի քաղաքապետին էլ եմ տեսել, այն մնացած ում որ տեսակցությունների բացատեսել եմ։ Այդ մարդիկ ձիգ կանգնած են։ Մի սանտիմետր հետ չեն կանգնում, ասում մենք գիտենք ինչի մեջ ենք։ Մենք գիտենք ինչ խնդիրներ ու խնդիրներ ստեղծում են իշխանությունները, իրանց ընտանիքների։ Փաստացի այդ մարդիկ իրանց երեխաների հրես չեն տեսնում, ծնողներին, հիվանդ ծնողներին չեն թույլ տալի, որ գնան մի ժամով տեսնեն ինչա կատարվում, չէ՞։ Այդ մարդկանց տալին անազատության մեջ պահել են։ Հիմի Վարդան Ղուկասյանին
Քիչ են, մեկ էլ տղունել են տարել։ Վաղը միսօր կարող ընտանիքի մի անդամին Մենք էլ հիմա տան։ դրանք կգանք եւ մեկ այլ Չէ, ասածս ո՞րն է այս ամփոփ եմ։ Ասածս էն է, եթե այդ մարդիկ այնտեղ պայքարում են ու Սամվել Կարապետյանը։ Ուրեմն մենք էլ տեղում պետք է այդ աջակցությունը ցույց տանք։ Որտեղ եք մարդիկ, խոսում եք, գնացեք, ինչքան ուզում եք հարցազրույցներ տվեք։ Այս արեք ասում են ինքնանպատակ։ Հրավիրատոմսով պիտի ուղղ։ Հրավիրատոմս ուղղարկի։ Ինքնանպատակ է դրա համար չենք։ Ի՞նչն է ինքնանպատակ։ Պայքարը երբեք չի կարող ինքնանպատակ լինի։ Այդ մարդկանց իրավունքների համար պայքարը չի կարող երբեք ինքնանպատակ լինի։ Բայց ինքնանպատակ բանը ո՞րն է։ Ձեր գործի բան ու գործ անուն ի՞նչ է։ Եթե դատարան չեք գալիս, պիկետի չեք գալի, երթի չեք գալի, այնտեղ չեք գալի։ Ի՞նչն է, ի՞նչ եք ուզում, բա դուք ասեք ինչ անեք ավելի լավ բան եք ասում գնում անում են։ Շատ լավ, հաջորդ դիտարկումը, որ ասում են ընդդիմությունը նաև սխալ է թույլ տալիս, հիմա ոգևորվում է եւ նախադեպ է վերցնում իբրև օրինակ տեղական ինքնակառավարման ընտրությունները, բայց շատ մեծ տարբերություն կա տեղական ինքնակառավարման ընտրությունների եւ համապետական ընտրությունների միջեւ։ Հետևություն արել եք, որ չի կարելի նույն կերպ գնալ համապետական ընտրությունների, որտեվ այստեղ մի բան է, համայնքապետը գնում գյուղացու հետ այսպես, ինքը խնդիր ունի, ջրի, չգիտեմ ինչի, համապետականը բոլորովին այլ մոտեցում է պահանջում։ Սա քննարկել եք, այս այլ մոտեցմամբ եք գնալու համապետականի, թե դեռ դա արժևում է։ Տարբերություններ կան համապետական ընտրությունների եւ ուրեմն համայնքում ղեկավարի ընտրության տարբերություններ կան, բայց մի բան պետք է հասկանանք։ Գյուղերում մի մասին վախեցնում են, չեն գնում ընտրության, ընդդիմադիր մի հատված կա, վախենում է գնա ընտրության։ Մենք պետք է հասկանանք, որ գյուղերում ունենք խնդիրներ։ Մենք պետք է հասկանանք, որ գյուղերում այդ գյուղապետեր կոչվածը, որ հիմա գյուղապետ չան, ուրիշ անունով են, ուրեմն այդ մարդիկ ընդգրկվում են ցուցակներում եւ ցուցակ կազմելով այդ համայնքի բնակիչների այդ մարդկանց հատիկ տանում են ընտրատեղանոց։ Ընդդիմություն լինելը, խորհրդարանական ընդդիմությունները եւս իշխանություն է։ Հիմա դուք նստած եք, պիտի ասեն եկել է պարոն Դանիելյան նստել է, դրա համար անտար դուք երեք այստեղ չեք, բայց ես էլի ձեր անունը տվեցի։ Երբ որ գյուղացին ունի խնդիր, մենք հիմա քիչ հետո կխոսենք օրինակ Վեդի համայնքում ինչ խնդիրի առաջ եկել, ինչ են անում, կամ մյուս տեղը ունի խնդիր, եթե այդ գյուղացին, եթե գյուղացիներից խոսեցիք, ինքը գիտի, որ զանգահարելու է, քանի պատգամավոր ունեն դիմադիրները, անդադ դուրս ու ներս են անում, մարդ չգիտի, 36-եք, 4-եք, քանիսն են։ Հա Այդպես 32 թե 36, որովհետև այնտեղ Նիկոլի Գիրք օրինակ Գեգամ Նազարյանը թռելա Նիկոլի Գիրք, այդ ազգային խայտարակություն է այդ մարդը, ազգային, ինքը Գեգամ Նազարյան, ձեր մասին հաստատ գրք չէ, պարոն Հովհաննիսյան, գրվելու է, գրքեր է գրվելու իր մասին։ Այդ հիմա մենք միասին եթեր դուրս կգանք պարոն Հովհաննիսյանի հետ, պարոն Հովհաննիսյանը կխոսի դրա մասին։ Հիմա տեսեք, եթե գյուղացին վստահ է, ոնց որ Վեդի համայնքի այդ գյուղացիները կամ ներդրում անողները վստահ են, որ իրենց խնդրի ժամանակ падգամավորը հայերապական դաշնակցությունը հանրապետական այսինչ իրենց կողքին են առնվազն բարձրաձայնում են այդ խնդիրը եւ դատապետում խոսում են, ինքը իրեն պաշտպանված է զգում եւ գալիս է ձեր հետևից։ Ներողություն, ես ձեզանից բացի չգիտեմ падգամավոր, որ այդպես այստեղ կանգնած է խնդիրը, այնտեղ կանգնած է տիրապետում է, որ այստեղ խմելու ջրով են ոռոգում, որովհետեւ ջուր չկա, այնտեղ բերել են ավազի հանք են դնում, այնտեղ այգին է չորանում, այնտեղ ընդհանրապես ոռոգման ջուր չկա, այնտեղ բանը այս արմավիրի ուղությամբ գնում ես, գիտեք ինչքան խաղաղի այգիներ, փոխանակ գնան ասեն մի հատ հասկանան, գնան падգամավորները հասկանան, ասեն, «Էս ինչի է չորացել, ինչն է պատճառը, որտեվ չեն մթերել, որտեվ չկա, իրան ասում ես քո կողքը կանգնած եմ անում»։ Այսինքն եթե գործ չեք անում, բայց գյուղացին մնում է անտեր ուզած խեղճ ու կրակ կուչա գալիս, իշխանությունից որը գալիս ասում ասենց գնում է իր կողքը։ Այսինքն սա 5 տարվա ընդդիմության վատ խայտարակ վատ աշխատանքի հետևանք է։ Հիմա ձեզ ասեմ, ես շատ սխալ եմ անում, որ ձեր ներկայությամբ եմ ասում, լավ, ասենք ունենք այտենց 5 падգամավոր եւ վերջ, բայց մենք ունենք այսպես ընդդիմադիր ասել ձեզ, որ հանկարծ հայտ ներկայացնեն, քանի կուսակցություն կգա, չեք ասես ընդդիմություն եմ։ Բա ուր եք ես։ Այն օր թոշակառուներին եմ լսում, գնացել են ինչ որ մարզ նկարացնում, մենք սովի ենք մատնված, 40,000-ով ասում 20-ը տալիս եմ դեղի։ Ես ո՞նց ապրեմ։
Այո։ Բա որ թոշակառուն իմանա, որ Վանեցյանը իրենց կողքն է, այդ թեման գալիս է բարձրաձայնում է իր падգամավորով, հանրապետական իրենց կողքն է, բարձրաձայնում է, այդ վեդիում ներդրում անած մեր հայրենակիցը, որ դրսից եկել է $1 միլիոն ներդրում արե, որ իմանա, ասենք, Արշակ Կարապետյանի թիմակիցների այդ հարցը բարձրաձայնում են այն մեկը, բա պարզա կգնան ընդդիմության կողմ, բայց հիմա ո՞նց գնան ընդդիմության, որ ընդդիմությունը ինքը չգիտի կոնկրետ ինչ է անում։ Կա, այս խնդիրը չէ, պարոն Դանիելյան։ Խնդիրը ես համաձայն եմ ձեզ հետ, մենք պետք է ավելի շատ աշխատենք այդ մարդկանց հետ։ Ես կարծում եմ, որ դա իր պտուղները տալու է, որովհետև ճիշտ եք ասում, այսօր գյուղացին մենակ է։ Գյուղացին մենակ է։ Ինչ անի խեղճ ու կրակ գյուղացին իր հողի։ Իր խնդիրներով, իր խնդիրներով, այդ տեղական բդեշկներով, չգիտեմ, այդ իշխանավորներով եւ այլը, որոնք որ իրենց այդ տարածքի թակավորն են համարում։ Եվ բնականաբար վաղը միսօր նաև ընտրությունների ժամանակ այս մարդիկ նաև հարկադրանքով որոշակի նաև ճնշման մեթոդներ կիրառելով գնալու են եւ իրենց քվեն տալու են քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը։ Այդ առումով շատ կարեւոր է մեր աշխատանքը մեր հայրենակիցների հետ։ Այսօր գյուղացին 1000 ու մի հատ խնդիր ունի։ Հեսա գրում են, ասում միջև ընդդիմությունը հասկանա գյուղացին ինչ խնդիր է, գյուղը չի լինելու։ Ճիշտ են ասում, հեսա մեր հետևորդները շատ ճիշտ գրում են, չէ՞ որ մարդիկ չեն հասկանում։ Ճիշտ են ասում։ Բայց մենք այդ խնդիրներից ես կարող եմ ժամերով խոսալ այդ խնդիրներից, այն ոլորտային խնդիրներից, որ կա տարբեր։ Ինչի այդ նույն Դանիայի մեր հայրենակիցը զանգահարել է ինձ, ասում է Անժելա ջան, դու ասում ես ընդդիմությունը, ես մի ընդդիմադիր կա զանգահարել եմ, խնդրել եմ կողքսա, պարոն Դանիելյանը, ես ներողություն եմ խնդրում մյուս ընդդիմադիրներից, բա ուր եք դուք։ Ինչի ձեր համարը չկա, ինչի դուք այդտեղ կանգնած չեք։ Տեսեք, ինչի է ինքը տալիս մենակ Գառնիկ Դանիելյանի անունը։ Շատ կարևոր մի օրինակ է, որ մեր հայրենակիցը իր 20-30 տարվա աշխատանքը, որ Դանիայում աշխատել է, շատ հիացած եմ, իդեպ չեմ ճանաչել այդ մարդուն, շատ հիացած եմ։ Այս շատ դիպուկ օրինակ է, էլի, հայ տեսակի։ Մարդը գնացել կոպեկ աշխատել, իր ընտանիքով, կնոջ, երեխեքի հետ աշխատել, այո, քրտնել ու հավաքել կոպեկ փողը։ Դանիա մեր հայրենակից Գևորգի մասին է խոսքը, այո։ Հավաքել $10,000 եվրոյով 5-ով եկել է, ներդրում արեց, ծառա դրել, $100 ծառ, 50 ծառ, մշակել է, ջրային ծառ։ Այսօր բերել են ավազի հանքը դրել են, ասում են վերջացավ։ Ավազի հանգել չցեմենտ են բանը։ Ցեմենտի հանքը դրել են, всё, ամայանալու է, վերջանալու է։ Բա Վեդի ալկոյում Մանվել Ղազարյան կա, բան կա, հասկացան գնացին Նիկոլի եսի միջն էս դարձել, Դավաճան, բան, չգիտեմ ինչեր եք դուք, բայց չեք տեսնում ինչ են անում այդ մեր այսինքն հայրենակիցի հետ չեն անում, մեզ հետ ինչ են անում։ Դե իհարկե։ Ամայանալու է, չէ՞, այդ ամբողջ այգիները բան չորանալու է, չէ՞։ Ուրեմն բերել է հատուկ սարքեր ա դրել։ Նա դեռ միացրեք, համե տեսնենք, դուք որտե պարոն Դանիելյանը տեղում եք։ Հատուկ սարքեր ա դրել։ Իդեպ այդ շմագը մերժել է, որովհետև ներքևի գյուղում գյուղացիները ճնշող մեծամասնությունը դեմ են արտահայտվել դրան։ Բայց էլի անունը փոխել են կազմակերպության, նորից էլի եկել է թե ֆանտաստիկ բաներ են ասում, ոչ թե։ Լավ, Նիկոլ Փաշինյան, դու տեղյակ չես։ Մի հատ տեղ օգնական բան չէ, դուք չեք հետևում, չեք տեսնում ինչ են անում մեր հայրենակիցների հետ։ Չեք տեսնում, ամայացնում են այդ այգիները։ Հետո ասում եք փող բերեք։ Այս մարդը բղավում է, ասում է չորանում է, եւ միայն իրանը չի է։ Մնացած բոլորին։ Սա մեր հայրենակիցները տեսնելու են, չէ՞, դրսից, որ այս մարդը եկե ներդրում արի, ինչը։ Լավ, Նիկոլ Փաշինյան, չեք տեսնում սա։ Հակամ Խաչատուր Սուքիասյան, չգիտեմ, ուրիշ ժամանակ ասում եք գյուղացու կողքը, ծառը, այգին, մթերքը, տեսեք ինչ են անում այս գյուղը։ Գանք հետեւյալ մի կանխավարկածից։ Արդյոք այս իշխանություններին ձեռատալի Հայաստանի Հանրապետությունում, որ գյուղատնտեսություն լինի։ Հարցրու, գնա հարցրեք, տեսեք։ Ձեռատալի։ Հա, սիրելի գյուղացիների չեք ուզում է Հայաստանի Հանրապետություն ուզում է, որ իր գյուղացին։ Ծիրան ունենա, դեղց ունենա, հա։ Թե ասեք, բան անեք, ճանապարհը բացենք, Թուրքիայից բերենք։ Դա ուրիշ հարց։ Կարող է ես ողջամիտ կասկած ունեմ, կարող է այդ ամեն ինչ արվում է նրա համար, որ Թուրքիայից սահմանը բացվի, ասի մեզ խաղող պետք չի, մեզ ծիրան պետք չի, մեզ դեղց պետք չի, մեզ լոլիկ պետք չի, մեզ վարունգ պետք չի, բացենք սահմանը Թուրքիայից դո գա։ Բա ինչ անի, այս գյուղացին ինչ անի։ Անապատ սարքենք, Արարատյան դաշտավայրը սարքենք անապատ։ Անապատ։ Այդ ցանկացած հանք մի քանի տարի հետո իր ռեսուրսը սպառելու է։ Իհարկե։
Մենք մեր ծերունդներին ինչ ենք թողում։ Անապատ։ Թե ինչ-որ մեկը կարող է հարստանա, ես իմ միլիարդներ կամ միլիոններ վաստակի։ Այդ հանքի ցեմենտի մասին դեր խորհրդային ժամանակ իմացել են 70-ական թվականներից։ Բայց հաշվի են առել, որտեղ գյուղատնտեսական ռեգիոն է, հաշվի են առել, որտեղ օնկոլոգիական հիվանդությունները ամենամեծ տարածումը ունի, որտեղ այդ փոշին այդ ամեն ինչը մարդկանց առողջության վրա ազդում է։ Բայց Սորոսի ճոտերը ՀԿ-ները, որ իրանց պատառոտում էին, այն մի հատ բան կար, ոչի Արթուր Իսպիրյան կար, ծառը, թուփը, այ ողորմելի բոմժ, մի հատ ինչ որ բան են տվել հանրային ռադիոյի արխիվների տնօրեն են տվել, չգիտեմ ինչ է վերջացավ, էլ ոչ կա, Հայաստանը պրոբլեմ չկա, էկոլոգիական խնդիր չկա, ոչ մի բան չկա, մարդու պաշտպանություն հարց չկա, ոչ մի բան չկա։ Մի հատ նայենք, հա ինչ էր տեղի ունենում, մենք այս ամբողջը իհարկե լուսաբանել ենք։ Իմ մուտքն է արգելվել։ Բացեք դուռը։ Բացեք դուռը։ Ոստիկանությունը։ Այս Վեդի համայնքապետարանում է, որտեղ է։ Ոստիկանությունը չէր թողում լրագրողների եւ տարբեր իրապաշտպանների իմ մուտքը արգելվում էր, որ ներս մտնեն, մարդիկ էլ կային գրանցված։ Եսա նովա զբաղված, ոստիկանություն։ Ոստիկանը պատգամավորին Արայով է դիմում, Արայով։ Էս ասում։ Խուժանապետություն է, էլի բանդիտիզմ է, ինչ ասես, սա է։ Այս խնդրեմն ասեք ինչ է կատարվում, որ բերել են, փաստորեն եթե այդ շահագործեն այդ հանքը, ավազի հանքը, Արարատյան դաշտավայր քանի հեկտար է ավիվելու։ Ցավոք տանեմ, ավազի հանք ինքը ցեմենտի հանքը, այդ ցեմենտի հանքը, ուրեմն կրկնում եմ, դա պրոյեկտ են ներկայացել, այնտեղ նախ ջրի խնդիր կա, ես չեմ կարծում այդ ջուրը որտեղից են բերելու, որովհետև ֆանտաստիկ մի բան է, այնտեղ ջուր չկա, հնարավորություն չկա ջուր բերելու, ասում են ջուրը բերելու ենք, մի հատ էլ ձեզ համայնքին ջուր ենք տալու եւ այլ, չկա նման բան։ Հետո հարցնում ես, ասում ես, ամենակարևորը շմագը թույլտվություն չի տվել, մի տարի առաջ մերժել է։ Ինչն է փոխվել, որ հիմա նորից էլի ֆրծել եք, բերել եք էլի նորից չերես կներեք ես ռուսերեն բառի համար, ֆրսնելով բերել եք նորից էլի դրել եք, հա, բանի, ավականո անդամներն էլ միաձայն ուրեմն քվեարկեցին, որ կողմ են դրան։ Այսինքն գործում է շահեր, չէ՞, բարձա, որովհետեւ գործում է շահեր։ Մարդկանց շահերի ուրեմն խնդիր կա այդտեղ։ Հիմա այդտեղ էնդեմնիկ տեսակի ուրեմն բաներ կան այդ հատվածում։ Թուղթ են բերել, որ ասում է դե գիտեք ինչ կա, դե էնդեմնիկ չի, դե հեշտ է, մի Հայաստանում ինչ խնդրեմ կա, թուղթ ամիտեղից գտնում են, բերում են։ Այնտեղ հարցա բարձրացել, ասում եք ծառեր եք տնկելու 400 մետրի վրա, եթե 400 մետր բարձրության վրա ներքևը ծառեր տնկեն, այդ փոշին ու այդ բանը, որ կա, բաց հանքա, չէ՞ շահագործվելու։ Այդ ծառը 400 մետր ներքև ո՞նց է պահելու։ Այսինքն գժանոց է, էլի։ Սարի գլխից այդ փոշին, բանը, այդ բանը, որ կա այդ ո՞նց է պաշտպանելու։ Այսինքն դա ֆանտաստիկայի ժանրից է, էլի։ Պատկերացրեցիք, չէ՞, այլմա ծառ ենք տնկելու։ Ոնց որ կիրանցում էին ասում, չէ՞, մենք անվտանգությունը ապահովելու ենք ծառերով։ Հիմա սրանք էլ իրանց բանը էկոլոգիական աղետը, ասում է կպաշտպանենք, ասում է 400 մետր ներքև ծառերով կպաշտպանեն։ Այդտեղ էլ ընդերքային ջրերի մասին խոսել ենք, որ կարող է ամբողջ այդ ավազանը ջրային ավազանը լուրջ խնդիրներ առաջանալ։ Հետո այդտեղ տարբեր ուրեմն կուլտուրաներ են աճեցնում, չէ՞։ Ես օրինակ հաճելուերին զարմացել էի, որ այդտեղ քիշմիշ եւ այլ սորտերի խաղներ էր աճեցնում, նույն ասում է գալիս է ֆուրերը ԵԱՏՄ շուկա տանելու Ռուսաստան տանելու համար 500 դրամով խնդրում են, ասում են լավ գինա այդ խաղող իրանց։ Այսինքն դրանից հետո ո՞նց ալնելու այդ մարդկանց ճակատագիրը։ Այդքան ներդրում ոնց որ օրինակ Շահումյան համայնք, որ դու գնացիք Արմավիրի գնացիք, ընտրեցիք, այս ինչա, Արգիշտի
Մեխակյանին ընտրեց։ Այդ ձեր թեմայի հետ կապված բոլորի ուշադրությունը սևեռել, որ եւ առաջին հերթին բնապահպաններին եւ նաեւ այսօրվա իշխանության, որ դուք ինչ հրեշավոր գործ եք անում, ամենայն հավանականությամբ այնտեղ մեծ գումարներ կա եւ ձեզ բացարձակ հետաքրքիր չի, որ Պետի համայնքի այդ այգիների բանի ճակատագիրը ինչ է լինելու։ Հիմա այս նույնն է, Արգիշտի Մեխակյանին, որ գնում եք ընտրել, դուք ասեցիք ամայացած, ուրեմն Շահումյան գյուղից որ գնում եք, ձախի վրա 20-30 հեկտար ծիրանի այգիներ ամայացած, աչի վրա խաղողի այգիներ ամայացած։ Հիմա ես չգիտեմ, դուք ընտրությունների եք մասնակցել, օրինակ կարող եք, չէ, գնալ այդտեղ եւ բացահայտեք, ասեք գնայք տերերին գտնեիք, ձախ կողմի տեր ուրեմն Սփյուռքահայ է, որ եկել էր մեծ ահռելի ներդրում էր արել, հետո էլի ջրի խնդիրներ էր առաջացել, էլի մի շարք հարցեր էին առաջացել, մթերման հետ կապված խնդիրներ էին առաջացել։ Եթե դուք գնայք, օրինակ որ իբր տեսեք, չէ, եթե ես չպիտի ասեմ, այդ ընդդիմությունը պետք է գյուղ աշխատեր։ Դուք գնացել եք այդ գյուղում ընտրությունների հեկտարներով ամայացած է, նայում եք, դա ողբերգություն է, նայում եք ծիրանի ամբողջ այգիները չորացած, մի հատ դաժան դառը պատկեր, նույն ուղղությամբ աչ ես նայում, խաղողի այգիները ամայացած, բա դուք ընտրության եք գնացել, ընդդիմություն, գնացել եք տերերին գտել եք, այս Սփյուռքահային գտել եք, այստեղ աշխատող հասկացել եք ինչ խնդիր կա, որ տանեիք մտցնեիք այդ Մեխակյանի բերանը, ասեիք, որ դու մեծ խոսում ես, սրի կա։ Այս ինչ խնդիրներ է, ինչ է առաջացել, կամ որ դու մեծ փրթում ես, Նիկոլ, այս ինչի համար է սենց ամայացած, բերի հող, բանի, արմավիրում, գիտեք ինչ հող է, կամ այս գնայիք այս խաղողի այգու տերերին գտնեիք, բաց մեկ գյուղացին հետ, ոչ մեկն էլ չի աշխատում գյուղացի հետ, կարող եք, չեն գտնալ, որ նույն այդ մարդը կհասկանար, որ եթե գա այդ ծիրանի ծառեր այդ կտրի նորը դնի, վաղը կկարողանա անել։ Հիմա այս Արգիշտի Մեխակյանին եմ գալի, որը այդ ծիրանից գող խոսում էր, այս Արգիշտի Մեխակյանը։ Այս անձը, այս սրիկա, դու հոր գերեզման պղծող, Արցախի ազատագրական պայքար պղծող, ազգային ուժերի նկատմամբ այսպիսի բան, դուք լսել եք ինչ է ասել եթերում, Արցախը փաստորեն ծախել են հայ հեղափոխական դաշնակցությունը, մի ստորագրությամբ, մի հատ լսեք ինչ է ասում սա, բա սա մի հայ հեղափոխական դաշնակցությունը, ես ճիշտ ասած ուշ եմ տեսել, բայց մի ահռելի կուսակցություն է, սա տեսնելուց հետո պետք է սա ընդհանրապես չհամարձակվեր ծպտուն հաներ, տեսեք ինչ է ասում սա։ Վերագրելով Արցախը հանձնելը, բայց իրենք կոալիցիա են կազմում հայ հեղափոխական դաշնակցության հետ, այդ կոալիցիայով են հիմա հանդես գալի եւ այդ ուժի ներկայացուցիչը մեկ ստորագրությամբ Արցախը հանձնեց եւ անդրադարձեց քաղաքացիների։ Հա, այսպիսի բան ասում։ Սրանից հետո ուրեմն իր առաջնորդը Պրահայում գնում ասում Արցախը Ադրբեջան է։ Հետո ասում են մենք տեր չենք կանգնում, հարձակվում են Արցախի մի բուր ժողովրդի վրա շրջապատված։ Սովի են մատնում, սրիկա տականք, Արգիշտի Մեխակյան, սրիկա։ Սովի են մատնում Արցախի ժողովրդին։ 120,000-ին միայն Պուտինի բանով աջակցությամբ կարողանում են դուրս գալ, այդ ընթացքում հայտարարում որ մենք հարձակվում են, այնտեղ արդեն երեխաներ են գլխատում, ծեր են գլխատում, բան են պայթեցնում, այդ ընթացքում ինքը ասում մենք չենք աջակցում, իր ժողովրդի մի մասին թողնում է անտեր այս իշխանությունը, ինքը այդ իշխանության հետ տականք, գնում է համագործակցության մասնակցում ընտրությունների ու ասում է հայ հեղափոխական դաշնակցությունը, բա հայ հեղափոխական դաշնակցությունը դուք գիտեք ինչ պիտի անեիք, սա պիտի ծպտուն հանելու իրավունք չունենար, ծպտուն։ Եվ այս մարդը ընտրվում է այդտեղ, ինչու, որտեղ վատ եք աշխատել։ Նախ այս մարդիկ այն գլխից ասում էին, որ Արցախը թոք է, Արցախը բեռ է, այդ մարդիկ չեն հրաժարվում եւ ասում են, որ մենք այո հրաժարվել ենք Արցախից, Արցախը չլինելուց հետո արդեն, որ Արցախը չկա, մենք կորցրեցինք Արցախը, բայց դա կորուս չէր Արցախի։ Որտեղ դա թոք էր։ Դա թոք էր։ Հիմա հաջորդ հարցը Սյունիքի այդ գյուղերը, Սյունիքի 1000 հեկտարը թոք էր, դուք հարց տվեք իրանց։ Գեղարքունիքի այդ հատվածները որ տվել եք թոք է, Տավուշի հատվածը տվել եք, էտել էր պարան։ Էստել էր պարանները, հիմա Տիգրանաշենը որ տալիս է, Գեղեգնաձորը տալիս է, Կարատը, էտել է պարան, մի հատ ճշտեք։ Դիտրե պատասխանն էլ կա, դա էլ է։ Հիմա այս մարդը ասում է Սևանն էլ է հիմա։ Հիմա Սևանը պարան է հայ ժողովրդի գլխին։ Հասկանամ։ Ըստ իրենց, հա, պարանա։ Սևանն էլ է պարան, Երևանն էլ է պարան, ահա, դե հիմա Սյունիքն էլ է պարան, Տավուշն էլ է պարան, դե իրենք դրա մասին պարզ ասում են, ինչի մասն է խոսքը։ Մի կարևոր նյուանս էլ կա, այդ որ ասում են,
նախ ամենայն հարգանքով Շահրամանյանի նկատմամբ Շահրամանյան հայ հեղափոխական դաշնակցության Ոնց կարելի է բայց դա կապ չունի թող բարի լինեն ուրեմն այդքան կեղծավոր եւ կեղտոտ քարոզչության փոխարեն մի հատ ասեն Նիկոլ Փաշինյանը ինչա խոսել այդ ժամանակ Արցախի իշխանության հետ ինչա խոսացել Դուք օրով ժամով գիտեիք Արցախի վրա Ոչ մի բան պետք չի շել, այս մարդը Պրահայում ասել է Արցախը Ադրբեջան է, հարձակվել են սովի մատնված 1 տարի շրջափակման մեջ գտնվող Արցախի ժողովրդի վրա, ինքը ասել է ես չեմ կարող տեր կանգնել։ Դրանից հետո բան բացատրելու ոչ մի բանի կարիք չկա, վերջացավ։ Եթե դուք ես դնում ես սրիկա այդտեղ եւ այսպիսի բան ես ասում, Սրա պատասխանը պետք է մենակ տրվի, ոչ թե մի հատ էլ չգիտեմ ինչ արի։ Այսպիսի բան կանգնել մի ազգային ուժի, կանգնել մեղադրանքը բարթել հայ հեղափոխական դաշնակցության վրա։ Սա չի, այսպես պատկերը չի։ Եվ մի հատ էլ խնայեն մեր ընդդիմադիրները, այս քարոզ արշավի ընթացքում բացի Մայր Հայաստանից այս առանձնապես չտեսա, ոչ ձեր տեխնացուի կողմից, առավել եւս ոչ հայրենի կուսակցության կողմից, որովհետեւ բարոյական են մարդիկ։ Իրա հայրը եսի ինչ ա եղել, բան ա եղել։ Պատերազմի մասնակցել է, բայց դե ոչինչ որ sense անառակ ворթի ունի։ Որ այս անառակը կարող է կանգնի, ասի դաշնակցականը մի ստորագրություն պատկերացնեք ինչ։ Սա ինչ կատեգորիա է։ Այսօր Դավիթ Մանուկյանը Արցախի բանտում է, այսօր Դավիթ Իշխանյանը Արցախի ուրեմն պատգամավոր նաև ազգային ժողովի վերջի նախագահ ուրեմն Բաքվի բանտում է։ Այդ մարդիկ կտանքների են ենթարկվում։ 3 չէ առաջի օրը ես տեղեկացա, որ մեր սփյուռքահայ անազգանունը, եթե բան չի հիշեցրեքին, Վիգենը ուրեմն ծայրաստիճան ծանր վիճակի մեջ է։ Բա դուք նամուս ձեր, այսինքն չգիտեմ, այս մարդիկ չեմ։ Այս մարդիկ չանձնավորված պատասխանը տվեք Արգիշտի Մեխակյանի սրիկա։ Դե կոնկրետ իր պատասխանը ինքն է ասել։ Ինքը գնացել է ամենամեծ լսարանի հանրային եթերում այսպիսի բան է դուրս տվել։ Դե սրիկայություն էլ է, տականքություն էլ է, այս մարդկանց արածը, այս մարդկանց թիրախավորելը, որ գիտեք հիմա Բաքվի բանտերում են այդ մարդիկ եւ հիմա թիրախավորում է, դա բարոյականությունից զուրկ մարդը կարող է նման բան անի, որևէ մի հայ մարդ, որը որ քիչ թե շատ ունի բարոյականության հետ որևէ աղեշ, նման բարապաշարով եւ նման խոսույթով Եվ մարդը հիմա տենց խոշորացած համայնքի մի հատ բանը տեսեք հիմա այս 3 որոշեցին Վարդան Ղուկասյանի նկատմամբ նորից ինչ որ մեղադրանքներ Վարդան Ղուկասյանի, որ դու շատ կոնկրետ այս ընտանիքը ինչ ասեմ, այս թիրախավորված է Նիկոլ Փաշինյանի կողմից, ակնհայտ Վարդան Ղուկասյանի ընտանիքը, այս մարդը, որովհետև ընտրված մարդ է, որտեղ գյումրեցիները իրեն սիրում են, սիրելի գյումրեցիներ, չհրաժարվեք ձեր ընտրություններից, դուք կեցեք, ընտրել եք, բայց այս մարդը փաստորեն կոնկրետ գտնվում է ակնհայտ է եւ այս մարդը այս մարդու ընտանիքը որտեւ 3 նաեւ ձերբակալել են իր որդուն են ձերբակալել մեղադրանք են հնչեցրել այս ընտանիքը հա այսօր տարան կալանքի որդուն իրեն էլ գիտեք կալանավորել ծայրահեղ էլի շատ ծանր վիճակում է ինքը գիտեք բայց ինչպես մեր մյուս քաղբանտարկյանները սրբազանները թույլ չի տալի որ խոսեն դրա մասին բարեբախտաբար իր փաստաբանը չի լսում իրեն եւ Զարուհի Փոստանջյանն է բարձրաձայնում է դրա մասին որ այս մարդը ինչ վիճակում է եւ այս ահաբեկչություն ասեմ ինչ ասեմ Լիդիայի նկատմամբ ես կուզենայի նաեւ երեկվա Լիդիայի ելույթը լսել թե ինչ են ուզում սա ինչ կոնկրետ ահաբեկչությունա Լիդիանի նկատմամբ ինչու համար, սա իսկապես առնչված է կին քաղբանտարկյալ եւ 3 հրաշալի ելույթ ունեցավ, փաստորեն միակն է թույլ չեն տալիս բացարձակ որևէ հանդիպում, այսինքն այս երկրի երևի վերջին ահաբեկիչն է, էլի։ Խնդրեմ։
զրպարտություն, բայց քան որ դա զրպարտություն չի եղել, դրա համար այդ գործի մեջ են։ Ու մտածում եմ, որ եթե մեղադրական եզրակացության դրեցին, որ Լիդիան Բաղդասարյանի օգնականն է, Լիդիան Բաղդասարյանի օգնական, շնայհ համար մեկ պատիվ է, որ ես Լիդիան Բաղդասարյանի օգնական եմ։ Եվ այս աբսուրդի մասին է Լիդիան խոսում, որ ինչ է տեղի ունենում, խնդրեմ։ Վարդան Ղուկասյանի որդու եւ Լիդիանի մասին խնդրեմ։ Նախ հետապնդումները շարունակեին սրանք, պարզ էր, որ իրենց ելույթներից եւ նաեւ ուղղորդումներից հետո ԿՊԱ-ականների պիտի սա տեղի ունենար, ավականու անդամների մասին պիտի խոսանք, որ ուրեմն ավականու անդամը հրաժարականը գնում է տանում են քրեակատարողական հիմնարկ, հրաժարակ անատալի հետո բացեն, հետո գնում է M1-ի ավականու անդամի, որ արդեն պիտի մանդատը վեկալի, գնում է մեկ է դրա հետևից։ Մեկ էլ դա վերջանում է, մեկ է 4-րդի, 5-րդի, 6-րդի։ Ասենք ժողովուրդ, պարզ չի որ սա բռնապետություն է, տիպիկ բռնապետություն է, էլի։ Էդի վերջացին Վարդան Ղուկասյանի գործը գիտեն որ ջուրա բան չկա, հիմա էլ փորձում են նոր քրեական գործեր կարել այդ մարդու վրա, հոգեբանորեն ճնշում գործադրել, ստորություն է, էլի, ասենք, մեկ էլ գնաց տղային բան անես, կալանքը փոխես, ասենք, խափանման միջոցը փոխես, կալանավորես, այդ ընտանիքում էլ մարդ չմնաց, հորողպուր տղա բանը, ինչ ազգուտակով կա չկա տարեն քրեակատարողական հիմնարկներ են լծել, բայց ի պատիվ ես ուզում եմ նաև սրա մասին խոսենք, որ Հայաստանում կան իրենց արժանապատվությունը պահող եւ օրենքի տարին ոգուն համապատասխանող որոշումներ կայացնող դատավորներ, որը որ ի պատիվ նաեւ դատավոր Ռշտունու այդ մարդկանց խափանման միջոցը փոխեց։ Դրանից առաջ այլ խափանման միջոցեր փոխվել Հրայր Սարգսակյանի էլի ամբողջ իշխանական 37-ը չի կարելի թույլ տալ եւ այդ նույն երեք ակցիա որ անում եք, դի գնալ եվրոպական դեսպանատների, ասեք մի հատ հələ ձայն անեք, հասկացանք, որ դուք իրան ասել եք ինչ կանես, հետո կասես լավ եմ անում, որտեվ դու ունես Թուրքիայի եւ Եվրոմիության երկրների աջակցությունը, բայց նաեւ պիտի մեր հանրությունը տեսնի եւ իրենք տեսնեն, որ այստեղ ոչխարների կույտ չի էլի հավաքված, այս ժողովուրդը ազգա եւ արժանապատվություն ունի եւ դու իր ամենա պայքարողներին տանում ես կալանավորում ես, ով որ ասում ես հայ եմ տանում կալանավորում է։ Այս մարդը ահաբեկի չի նմանա։ Զայք այս մարդը Չէ, իմիջիալից Բարիսկի, չգիտեմ, էլի ճանջին չի վնաստա։ Լիդիային ճանաչողները գիտեն էլի Լիդիան, ինչ որակի, ինչ կարգի մարդ է։ Համեստագույն մարդ, որևէ մի հանցանքի մեջ ասիր հանցագործ Լիդիան տանել բանը հանցագործների հետ, իրապես հանցագործների հետ տանել ես մարդուն գցել, որ անգամ ես ուզում եմ նաև հիշեցնել, որ ընտանիք չի կազմել էլի, այս աղջիկը Հիվանդ մայր է իր հիվանդ մայր ունի, հայրն էլ էս ընթացքում մահացավ, չել կարծեսկի հոր մեկ տարին լրացավ գնա հոր գերեզմանին։ Դուք ով եք։ Այսինքն ես չեմ հասկանում էլի։ Չէ, իրենց անգամ այդ մարդու տեսակցությունը փակած է, որ է մեր Դարի ահաբանն է, էլի ահաբեկիչն է, ես իրենց դարի։ Որևէ մեկին կարող։ Դարի ահաբեկչին մի անտես թույլ չեն տալի որևէ տեսակցություն, որովհետեւ բան։ Ժողովուրդ, սա դեմոկրատիա է։ Պայմանների մեջ է։ Սա դեմոկրատիա, մեզ նայող մեր հայրենակի, սա դեմոկրատիա է։ Սա 37 թիվ է։ Ձեր ընտանիքի անդամների հետ որ անեն, ձեր դուրը կգա։ Դուրը չի գա, չէ՞ ոչ մեկի։ Բոլորին էլ քույր ունեն, մայր ունեն, կին ունեն։ Ձեր դուրը երևի գալիս են, որ պետք է սա Թուրքիայի ճանապարհը բացեն, բայց աչքներդ լույս։ Ֆիդանը հայտարարեց, որ ինչ բացել, ինչ բան։ Քանի դեռ Ադրբեջանի այդ բոլոր հարցերը, իսկ այդ բոլոր հարցերը գիտեք որն է, մի հատ ադրբեջանական մամուլը կարդացեք, կտեսնեք, չնայած իրենք մեն մամուլով չեն բավարարվում, իրենք հայտարարում են, Սևանը մերն է, պիտի տաս, ոչ մեկը չասեք դա տեղի չի ունենա, ինչի մասին որ խոսել է Ալիևը ասել է մերն է վերցրել է, ասել է բերելու եմ 350,000 ադրբեջանցու, այսինքն 350,000 ադրբեջանցի կբերեն այստեղ, մի 300,000 էլ ոստիկան կբերեն, որ իրենց անվտանգությունը վերահսկեն, կգան Սևանը կվերցնեն, Տիգրանաշենը կվերցնեն, Գեղարքունիքից եւ Տավուշից այդ տարածքները կվերցնեն, հետո դրանից հետո Թուրքիան դեռ կմտածի ճանապարհը բացի թե չէ, լավ եք, հայ ժողովուրդ։
այն որ ձեր արևին խաղաղություն է բերել, Թրամփի զուգարանի թղթով էլ բանա Սյունիքն է հանձնել։ Այդ հատուկ եմ ասում տես թղթով, որտեվ Գազայի հետ կապված էլ խաղաղության բան ստորագրեց, 2 օր հետո Իսրայելը ռմբակոծում է համատարած Գազայով, Լիբանանով ռմբակոծում է, բայց այնտեղ չմոռանաք այդ խաղաղության թուղթը, որ բանի աղբանոցի թղթի արժեք ունի Թրամփի ստորագրությունը վրան։ Ես ուզում հիշեցնել մեր հայրենակիցներին, որ տարիներ շարունակ ինչ էին հորջորջում սրանք, ինչ լոլոներ էին կարդում, իբր թե հայ, էսա Հայաստան-Թուրքիա սահմանը բացում է։ Վայ էսա մի ամսից կբացվի, 2 ամիսից կբացվի։ Բան են պատրաստել են, կամուրջը ներկել են, այս մեկը սենց են կարել, մեկը նենց են կարել, հետո իմացանք, որ այդ կամուրջը ում անունով են ուզում անեն, Թայլաթի անունով են ուզում անեն, Թայլաթ Փաշայի, իրաց խորհրդարանում խոսում են, չէ՞ որ Մարգարայի կամուրջը ուրեմն թուրքական այդ հատվածը Թայլաթ Փաշայի անունով կոչեն։ Էս էլ էր էլի ապտակ հայկական կողմին։ Եվ հիմա սիրելի հայրենակիցներ ջան, ինչա ասում Հական Ֆիդանը։ Շատ ազդեցիկ մի ազնվորություն Թուրքիայում, որ հիմա Թուրքիայի ԱԳՆ նախարարն է։ Հետևյալն ասում. երբ Ադրբեջանն ու Հայաստանը ստորագրեն վերջնական խաղաղության համաձայնագիր, մենք պատրաստ կլինենք կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ։ Եթե չլինի, մենք այդ հարաբերությունները չենք կարգավորելու Հայաստանի հետ։ Եթե մենք այս պահին կարգավորենք հարաբերությունները, մենք կվերացնենք Հայաստանի համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրելու ամենամեծ պատճառը։ Հետևաբար, մենք կարող ենք բախվել տարածաշրջանում սառեցված հակամարտության, ուրեմն հակամարտության հնարավորությունը։ Մենք դա չենք ուզում։ Թուրքիա արտգործնախարարը ընդգծել է, որ Վաշինգտոնյան պայմանավորվածությունները չեն քննարկում 2 հարց։ Մեկը Զանգեզուրի միջանցքի հարցը, մյուսը Հայաստանի սահմանադրության հետ կապված որոշակի հարցեր։ Նա նշել է, երբ այդ հարցերը լուծվեն, Ադրբեջանը կստորագրի վերջնական համաձայնագիրը։ Թուրքիան կբացի իր սահմանը։ Ինչ է ասում Հական Ֆիդանը։ Հական Ֆիդանն ասում է, հիմա այս պահի դրությամբ 2 նախապայման կա։ Գնացեք Ադրբեջանի հետ ձեր հարաբերությունները կարգավորեք, ինչ ուզում է Ադրբեջանը, տվեք, միջանցքա ճանապարհ չի, միջանցքել տվեք, ձեր սահմանադրություններ փոխեք, կգնաք բոլոր Ադրբեջանի պայմանները կկատարեք, նոր կգաք ինձ հետ խոսակ սահմանների բացման։ Հասկանում եք ինչ ասում։ Բացայք Թուրքիան ասում է Հիմի կասեք ընդդիմությունը, բացեք կարդացեք, լրատվական միջոցները լցված է հայտարարություններով։ Հիմա պետք է պաշտպանեք սրանց։ Թուրքիան բացայտ ասում է, ես պահելու եմ Ադրբեջանի շահերը, գնացեք, կկատարեք Ադրբեջանի պահանջը, կգաք խոսանք։ Ադրբեջանի պահանջը որն է, Սևանը վերցնել, Տիգրան Աշենը Եղեգնաձորը վերցնել։ Ադրբեջանի պահանջները Սևանը Գյորգչայա, Վարդենիսը Բասարքեչարա, Երևանը Երևանն է։ Սիրելի հայրենակիցներ, դե գնացեք, տենց շատ բան երազներով ապրեք, որ հիմա Թուրքիան ճանապարհը կբացի եւ ամեն ինչ լավ կլինի եւ այդ բանի որ շատ սոված կլինեք այդ խաղաղության թուղթն էլ ոմանք կարող են ինքնիշխանները, ինքնիշխանները ասում են մենք ինքնիշխան ենք։ Պահանջադրում ասում են սահմանադրությունից մինչև չփոխեց չգազ ինձ հետ խոսած։ Դրոշդ, զինանշանդ, արդ լերդ։ Այդ բանը ընդդիմությունը իշխանությունը պատրաստ էր, ասում է շատ է լավ բան է այդ ցորեն այդ անասնակերը։ Ինչի՞ մի հատ չեք աղում կամ առանց աղացած տանեք որոշ անասունների, որ տենց են ասում, տակ թող ժողովրդի աչքի առաջ օրինակ ուտեն։ Չէ՞, պարոն Հովհաննիսյան։ Ուտեն մի հատ մենք էլ տեսնենք ինչը։ Եվս 200 քանի միլիոն են բերում վարկ, պարտ մեր ժողովրդի գլխին, հետո որ տեսնեք թե ԿՊԱ-ականները այդ թշվառ փողոցից եկած վարկով ու չգիտեմ ինչով սառնարան ու պահարան վերցնողները, որ հիմա միլիոնների ու չգիտեմ ինչի տերեր են, որ ասեք որտեղից, այ սիրելի ժողովուրդ, այ ձեր մեջքին որ ցես դնելու են, այդ վզին բառը չեմ ուզում ասել կամ երեխաների վզին դնելու են, այդ պարտքերը եւս 200 քանի միլիոն շուտով կբերեն։ Ինչ կանեն 199 միլիոնը կմսխեն, այն մեկն էլ որպես թշվառ բանի սենց ցույց կտան, անպայման կգան ձեր գյուղի ասֆալտը ներկելու, ասֆալտը, ոչ թե ճանապարհը։ Դուք այդպես էլ տարբերությունը չհասկացաք ճանապարհի եւ ասֆալտի։
որտեղ նախկին նախագահների ժամանակ մեծ հսկայական ճանապարհներ էին կառուցում։ Իսկ հիմա ասենց ասֆալտ են սվաղում, ու այդ ասֆալտը սվաղելուց հետո էլ անասնակերն են բերում, որ բաժանեն, որ ուտեք։ Բերել են։ Լիսի հիմնադրամով 200 միլիոնով եւ մշակութային օջախները վերանորոգվեց եւ ճանապարհներ, թունելներ, էստակադաներ։ Դե այս գումարները այստեղից գալիս է, այնտեղից գնում է եվրոպական բանկեր։ 8 միլիարդ արդեն պարկ են վերցրել, ասում ես ինչ են ասում, այդ բան են կարել։ Սպասի, Նիկոլը ինչ պակաս Զելենսկի է, որ այդ միլիարդներ են կերել իր թիմը, բացահայտվում է միլիարդներ։ Իսկ ով ասեց, որ տարբերություն կա։ Ուր է կորելու այս միլիարդները։ Հայտարարակ վիճակ է եւ սա Իմիջիայլոց ես միշտ հետևում եմ թե ինչ գրառումներ են անում եւ դեռ կենտրոն հեռուստաընկերությունում հասկանալու միշտ հասկացել եմ որ իմ հետևորդները ինձանից շատ խելոք են իրենց դիտարկումները շատ տեղին են լինում ես օրինակ հարց տվեցի թե ինչ է կանխատ ինչ հետևություններ արեցիք մեկը շատ ճիշտ է գրել դուք պիտի կանխատեսեիք Անդիմությունը նրա համար է կամ խելոք մարդիկ որ կանխատեսեն այսինքն մյուս անգամ որ կռի կանխատեսեք որ ինչ է սպասվելու ընտրություններին հո հիմա չպիտի 26-ին գնանք այս թուրքերը հաղթեն հետո գանք նստենք ասենք այո մենք հետևություններ ենք արել բայց ես չգիտեմ արդեն այս տեղը լինելը թե արդեն թուրքերին է լինելու այսինքն անդիմությունը ճիշտ է գրել մեր հետևորդներից մեկը ասում է դուք չպիտի հետևություն արեք դուք կանխատեսեք նոր գնանք մտնեք նախ անդիմությունը պետք է Իրանից կախված ամեն ինչ անի ինչ որ մեզանից կախված է մենք էդի արել ենք հիմա եթե դուք չեք հաղթել ուրեմն չեք արել արդյոք մենք թերացումներ թերություններ չունենք ով չունի թերացումներ թերություններ բայց սխալվում է նա ով որ աշխատում է եթե ոչ մի բան չանենք իհարկե չենք սխալվի սխալներ կլինեն թերություններ կլինեն բայց ժողովուրդ ջան պետք է դուք հասկանաք որ հիմա մեր ընկերները մեր համախոհները ինչ պայմաններում են գործում ճնշումներ, ռեպրեսիաներ, ընտրախախտումներ, առերևույթ հանցագործության մասին հաղորդումներ են շատ եղել։ Այդ մարդկանց ընտանիքների օր ու արև չեն տալիս։ Ախր ասելով չի էլի, ասեն, գիտեք ինչ կարդարանելու համար չեմ ասում։ Բայց մի խումբ անդադ պայքարում է, անդադ կռիվ է տալիս, մեկ էլ մի խումբն էլ ոչ մի բան չի անում, ասում է Չարիկ, այս չարիկ, աշխատիկ։ Երբ որ այդ մի խումբը իդեմս դիմադրության շարժումի, սրբազանի, իրենք ճակատային, բան պայքարի դուրս եկան եւ ժողովուրդը հավատացած էր, իրանց հետևից ժողովուրդը դուրս եկավ։ Ուրեմն այնպես արեք, որ ժողովուրդը հավատա եւ դուրս գա։ Եթե դուրս չի գալ, չի կարելի ամեն անգամ մեղադրել ասել, տենց է, պետք է նենց անեք, որ ոնց կարողացավ սրբազանը հանել 60-70 հազար մարդու։ Այսինքն պետք է այնպես անել, որ եթե իրենք տեսնեն, որ դուք ճակատային գնում եք, ազնազողության Մեսի իմ սիրելի պետք է պատրաստ լինի, որ օրեր Իշխանը Սաղաթելյան 3 խոսում օրեր շարունակ պետք է ինքը պարալիզացնի, անհնազանդություն անի։ Դե դրա համար պետք է մոբիլիզացիա լինի, պետք է այդ կազմակերպվի, պետք է այդ արվի։ Եվ երեք ասեք Իշխան Սաղաթելյան իմ կողմից հարգված խոսում է գնացել է պայքարի այնքան իներտ է խոսում այնքան թույլ ձայնով այնքան բան ձայնով որ մտածում ես դե ինքը չի հավատում իր այդ պայքարին ու արածին այդ 50-60 հազարը կհավատա կգա նախ պետք է անողը հավատա դե հավատում են մարդիկ պետք չի այդ աշխատանքներին գիտեմ թերություններ կա թերացումներ կա բայց ամեն դեպքում ես հուսով եմ որ եւ առաջնորդի խնդիր կա եւ կազմակերպելու խնդիր կա եւ մեր ժողովուրդը ցավոք սրտի ընդդիմության խնդիր ունի որովհետեւ իշխանության ինչ ասես իշխանության հետ կապված պարզ է ամեն ինչ օրինակ ինչ պարզ չի ինչը պարզ չի որ միլիարդեր են դարձել որ ծախել են երկիրը որ տվել են թուր ինչը պարզ չի մեր խնդիրը ընդդիմությունն է շնորհակալություն